Մեր դեմ սկսված պատերազմի վերջնական արդյունքի մասին ես գիտեմ մեկ ճշմարտություն. ունենալու ենք ազատ Ղարաբաղ։ Ազգովին պարտադրված ենք հաղթելու, որովհետև դրված է Արցախի հայության լինել չնելու հարցը։ Մեր նորորյա պատմության ընթացքում հայոց գոյապայքարի արշիվից ընթացող Արցախայությունը պարտվելու տարբերակ չունի, որովհետև պարտությունը դա վերջն է։ Աշոտ Ղուլյան, Բեկոր։ Հերոսին վայել մտածողություն, հերոսին վայել պահվածք, հերոսավայել ապրած կյանք։ Այսպիսին է Աշոտը մնացել իրեն ճանաչողների հիշողության մեջ։ Այսպիսին է նրա թողած հետագիծը հայոց նորագույն պատմության շավիղներում, որը մնայուն է և ձևի ու բովանդակության, և ժամանակի ու տարածության չափերի մեջ։ Աշոտի մասին ես կարող եմ խոսել երկար, բայց դա պետք չէ։ Կասեր լեգենդար Ավոն, Մոնթե Մելքոնյանը։ Կարճ կասեմ, Արցախում իմ ճանաչած հրամանատարներից ամենաքաջերից մեկն էր և ամենաազնիվը։ Շատ մաքուր, նվիրված տղա էր, նրան չէր կարելի չհավատալ։ Ես մինչև արցախցիներին մոտիկից ճանաչելը նրանց պատկերացրել եմ այդպես՝ կրակոտ, անձնազոհ, անվախ և ամենակարևորը՝ շիտակ, զուլալ հոգու տեր։ Հենց այդպիսի հրամանատարներ են մեզ պետք, բայց ցավոք հենց այդպիսիներն են զոհվում։ Հավերժությանը միայնացված լինելիությունը հերոսների աստվածատուր պարգևն է։ Աշոտի պարագայում այս ճշմարտությունը ևս խորարմատ է։ Քանի որ ինչպես բոլոր հերոսների, այնպես էլ Բեկորի համար հայրենասիրություն ասած բանը ոչ այլ ինչ է, եթե ոչ իր վրա դրված պարտականությունների բարեխիղճ կատարում։ Հայրենասիրությունը մարդկային էության բաղադրիչ է, որը ծնվում և հասունանում է հայրենաճանաչողության հետ միասին և դառնում երկրով ապրող անհատից անոտարելի։ Ամեն հայ պիտի զգա, որ առանց իրեն հայրենիքը կփալվի, ասում էր Աշոտը և շարունակում։ Մեր բնական հնարավորությունները, անտառները, լեռները, ջրերը այն գործոններն են, որ լավագույնս կօգնեն մեզ կազմակերպելու երկրամասի ինքնապաշտպանությունը։ Թշնամին պետք է երկու ճակատով կռվի՝ մեր բնության և մեր զինվորների դեմ։ Ամեն մի բնական հնարավորություն՝ լեռ, ձոր, կիրճ, գետ ու թուփ պետք է օգտագործվի որպես արգելապատնեշ։ Բնության հետ զուլված պետք է հանդես գանք թշնամու դեմ։ Մեր ժայռերի տեսքն էլ պետք է ուժ և հավատ ներշնչի հայ զինվորին։ Այո, կռիվը դաժան արվեստ է, ինքնազոհաբերությամբ հաղթելու արվեստ։ Բանականի ու բանականի ներդաշնակությամբ օժտված հերոսի համար հայրենիքը կար ու մնաց այն բացառիկն ու անփոխարինելին, հանուն որին նա նվիրվեց ինքնազոհաբերությամբ հաղթելու արվեստին։ Հազարավոր նվիրյալների նման Բեկորը ևս ընտրեց երկիրը զենքով փրկելու ճանապարհը և մինչև վերջ մնաց իր ընտրած ուղու հավատավոր զինվորը։ Հավատավոր էր, քանի որ համոզված էր իր պայքարի արդարության մեջ, քանի որ ուներ երկիրն ազատագրելու և հաղթանակներ կրելու սեփական բանաձևը, իսկ բանաձևն այդ պարզ էր ու հստակ։ Եթե զինվորից սկսած մինչև նախարար բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կտսակվեն հաղթանակով։ Սա էր Աշոտ Ղուլյան հերոսի գործելավոճը, նրա արարումների անկյունակարը։ Այսպես էր նա իր զինվորին առաջնորդում մարտին, սեփական օրինակով վարակում կողքինին, մարտը դաշտը դարձնում սրբավայր, հայրենիքի պաշտպանությունը գերնպատակ, ու այդպես էլ ապրեց իր երկրային կյանքը։ Ապրեց հասարակ ու հպարտ, առաքելի պես մաքուր, զինվորի պես նվիրյալ և հանուն երկրի ու ժողովրդի մարտիրոսվեց Քրիստոսի տարիքում։ Բեկորը 33 տարեկան էր, իսկ այսօր հերոսի ծննդին 55-րդ աշունն է։ Հիշենք և փառավորենք մեծն նվիրյալին։